Բարեձեզ հարգելի գործընկերներ, այսօր մեր զորավար Ադրանիկի ծննդյան օրն է եւ ապակցության Կարինյանի գրող գրականների հետ անդամակարգեր միաժամանակ Եղել Շեչարենցի անվան գրականության եւ Ամիստիկ անվանի ծնունդ։ Պարոն Վարդանյան, գուցե խոսքը սկսեմ հենց ձեր բառերով, Անդրանիկի վիճակի մեծությունը չի տեղավորվում մեր պատմագրության սահմաններում։ Ես դրանից ելնելով խնդրում եմ ներկայացրել Անդրանիկին ինչպես են այսօր գնահատում, Անդրանիկը ներորեն եւ Անդրանիկը զորավար Անդրանիկը հերոսների կողմից։ Շնորհակալություն, երևի հենց այդ տողերից հետ փորձեմ ինքս զարգացնեմ։ Իհարկե ես չեմ ուզում այսօր ձեզ ձանձրացնել տարեթվերով ու ամսաթվերով, որովհետև ինչպես այս տողերում լսեցիք, իսկապես զորավարի այդ վիթխարի կերպարը ցանցնական մեծությունը չի տեղավորվում մեր պատմագրության մեջ, չի տեղավորվում տարեթվերի, ամսաթվերի մեջ։ Եվ եթե փորձենք այդպես ներկայացնել, պատկերավոր ասած, նույնը կստացվի, եթե փորձենք ասել, որ Սասունցի Դավիթը ենթադրել ծնվել էսիշ թվականին, կամ էսիշ թվականին էսիշ մարդն է վարել, մյուս թվականին էսիշ մարդը։ Իզուր չէ, որ ես հիշեցի մեր էպոսի հերոսին Սասունցի Դավթին, եթե մենք որևէ հերոսի հին ու նոր փորձում ենք դրվատել, ներվողել, որպես կանոն նրան համեմատում ենք զորավար Անդրանիկի տասնյակ ու տասնյակ որակներից, առաքինություններից